Բարի ուշ երեկո, մինչև անցնելը նրան, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի պարտվել այս ընտրություններում եւ ստացել է հենց այնքան ձայն, ինչքան իրեն պետք է, անդրադառնամ Սամվել Կարապետյանի կողմից այսօր հնչեցրած մի քանի մտքերին։ Նախ, պարոն Կարապետյան, այսօր դուք ձեզ մանդատ չվերցնելու կոչ անողներին որակեցիք որպես նիկոլականներ։ Կոչ կանեմ ձեզ խոսելուց առաջ մի փոքր մտածեք, քանի որ նույն ես մինչ այս պահը ձեզ քննադատելով խնայում էի, մտածելով, որ գուցե ունեք ինչ-որ մի գործողությունների պլան, որը ես չեմ կարողացել գուշակել։ Սակայն դուք ձեր այդ հայտարարությամբ եւ այն մարդկանց, ովքեր չեն ուզում մասնակիցը դառնալ ձեր գոյություն չունեցող պայքարի, ովքեր քննադատում են այն, որ դուք խաբել եւ շարունակում եք խաբել ժողովրդին, որակեցիք որպես նիկոլականներ փաստացի պառակտելով ընդդիմությունը։ Դուք վստահ եք, որ ուզում եք ինպես օբյեկտիվ չեզոք մարդկանց վիրավորել։ Տեսեք, եթե նիկոլականները, իրական նիկոլականները ձեզ քննադատում են, այսպես ասած, հաշվի առնելով այն, որ դուք նրանց պետք եք, որոշակի ՕԳԳ ունեք նրանց համար, ապա իմ նման մարդկանց համար ձեր տիպի քաղաքական գործչի գոյությունը քաղաքական դաշտում սպառնալիք է։ Ինչու, որովհետև ձեր պես օլիգարխիկ քաղաքական ուժերը ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին եւ ձեր գոյությունը քաղաքական դաշտում պայմանավորված է բացառապես փողով, ինչը կարող է ունենալ շատ աղետալի հետևանքներ։ Հիմա անցնեմ ձեր կողմից հնչեցրած մտքերին։ Դուք ասում եք, որ ժողովուրդը պարտվեց։ Սա մի անհեթեթ, անտրամաբանական անմտություն է։ Քաղաքականության մեջ ժողովուրդը չի կարող պարտվել։ Հիմա նաև խոսեմ մի փոքր ժողովրդավարությունից։ Քաղաքական ուժը առաջարկում է ժողովրդին ծրագիր, ձևավորում է օրակարգ, որի շուրջ համախմբվում է ժողովուրդը։ Երբ քաղաքական ուժը չունի ծրագիր, չունի օրակարգ, այլ հավաքվում է ինչ-որ անձի փողի շուրջ, ինչպես օրինակ ձեր դեպքում է, այդ պահից սկսած դա դառնում է մարդկանց անմեղ ցանկությունները օգտագործել, նրանց հավատը օգտագործել, խաբել եւ կներեք այս բառիս համար, բայց ամենահամարժեք բառը դա է այս պարագայում, եւ հետո գցել։ Դուք առաջին երկու փուլը հաղթահարել եք, մնացել է երրորդ փուլը, մարդկանց գցելու փուլը, այսինքն մարդկանց խաբել եք, ստացել եք նրանց քվեները, հիմա մնում է անցնեք երրորդ փուլին, մարդկանց գցելը։ Եվ այստեղ ձեզ պետք է նաև, որ այդ մարդիկ ձեզանից չհիասթափվեն, քանի որ գուցե հետո էլի ձեզ պետք լինեն, առավել եւս 5 տարուց նորից ընտրություններ են, եւ այսօր պարզ դարձավ, որ Նարեկ Կարապետյանը ունի վարչապետ դառնալու հավակնություններ։ Հետևաբար այս գցելու փուլում դուք դա պետք է այնպես անեք, որ մարդիկ մտածեն, թե դուք շարունակում եք պայքարը եւ վերջնականապես չհիասթափվեն ձեզանից։ Դուք միևնույն ժամանակ այնպես եք անում, որ մարդիկ իրենց մեղավոր զգան, հռչակելով ժողովրդին պարտված։ Իրականում այս ընտրություններում ժողովուրդը հաղթեց, քանի որ վերջապես հնարավորություն ստեղծվեց հասկանալու, թե ով է, ինչպես նաև գիտակցելու, թե ում հետ կարելի է հույսեր կապել, ում կարելի է հավատալ, իսկ ում ոչ։ Այնուհետև դուք խոսում եք այն մասին, որ պետք է քննարկեք, հասկանաք, թե ինչպես անեք, որ Նիկոլ Փաշինյանն շուտ հեռանա։ Ես ուզում եմ հասկանալ, եթե դուք իշխանափոխության ծրագիր չունեիք, ինչու եք այս թեմայի մեջ մտել, առհասարակ ինչու եք իշխանափոխության հայտ ներկայացրել։ Ինչ է նշանակում հարցումների վրա հիմնված մենք վստահ ենք, որ մենք հաղթելու ենք, կամ ինչ է նշանակում ընտրությունները կեղծվել են, եթե չկեղծվեին մենք կհաղթեինք, եթե ընտրությունները կեղծվել են եւ դուք վստահ եք, որ եթե չկեղծվեին դուք կհաղթեիք, ապա ինչ մանդատ վերցնելու մասին է առհասարակ խոսքը։ Կամ դուք ասում եք, որ Վրաստանում մարդիկ հավաքվեցին փողոցներում, բան չփոխվեց։ Մինչ այս պահը չգիտեիք այդ մասին։ Ի վերջո մենք պետք է ընդունենք ճշմարտությունը։ Ձեր պես մարդիկ, ովքեր քաղաքականություն են մտնում եւ ում քաղաքական պատմությունը, այսպես ասած, հենված է փողի վրա, ապականում են իրականում քաղաքական դաշտը եւ խանգարում են կենսունակ ընդդիմության ձևավորմանը։ Դուք հպարտությամբ նշում եք, որ շատ կարճ ժամանակահատվածում ձեզ հաջողվեց ընդդիմադիր դաշտի թիվ 1 գործոնը դառնալ, այսպես ասած։ Դուք նաև նշում եք, որ ինչ-որ ԶԼՄ-ներ չունեիք ձեր տիրապետման տակ։ Պարոն Կարապետյան, հիշեցնեմ, որ մեկ ամսում դուք $100,000 գումար եք ծախսել միայն Facebook-ում գովազդներ տեղադրելու վրա։ Դուք, չգիտեմ, մեզ բումբուլով հնդիկի տեղ եք դրել, դուք չգիտեք ԶԼՄ-ների հետ աշխատանքը ինչպես է կազմակերպվում, այսինքն ամենևին պարտադիր չէր սեփական ԶԼՄ-ներ ունենալ ԶԼՄ-ների հետ համագործակցելու համար։ Դուք չգիտեք, որ ԶԼՄ-ների հետ աշխատելու համար առաջին հերթին փող է պետք։
Կամ ձեզ ով է ասել, որ դուք իրավունք ունեք պրովոկատոր հռչակել այն մարդկանց, ովքեր ձեզ փողոցային պայքարի կոչ են անում։ Ի վերջո, այդ մարդկանցից շատերը տարիներ շարունակ պայքարել են եւ շարունակում են պայքարել։ Դուք ուր էիք այն ժամանակ, երբ այդ մարդիկ պայքարում էին։ Դուք հենց ինքներդ նշեցիք, որ քաղաքական պայքարի մեջ եք մտել հենց անձնական հարցերով պայմանավորված, այսինքն այսօր ձեր հարցազրույցում դուք ասացիք, որ եթե չլիներ ձեր կալանքը, ապա դուք քաղաքական process-ների մեջ չէիք մտնի, ինչը նշանակում է, որ ձեր մոտիվացիան ամենևին կապ չունի Հայաստանի եւ հայ ժողովրդին սպառնացող վտանգների հետ։ Հաջորդ ֆանտաստիկ միտքն այն էր, որ դուք ասում եք պետք է աշխարհի ժողովուրդներին բացատրենք, թե ինչ վտանգ է Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, պարոն Կարապետյան, աշխարհի ժողովուրդներին եւ երկրներին բացարձակապես մեկ է, մեկ այլ երկրում կատարվող իրադարձությունները, վտանգները, սպառնալիքները։ Մենք ունենք շատ թարմ օրինակ Արցախի դեպքերը, երբ 120,000 մարդ փախստական դարձավ, աշխարհի որ մի պետությանը, որ մի ժողովրդին դա հետաքրքրեց։ Բայց այստեղ ասեմ, որ ձեր բառերով, ձեզ համար հասկանալի բառերով ասած, շատ լավ մուդիտ եք անում, հա, որովհետեւ մինչև դուք աշխարհի բոլոր ժողովուրդներին բացատրեք, բոլոր երկրների հետ հանդիպեք, հանձնաժողով ստեղծեք, քննարկեք ուղիղ եթերում, հասկանաք, թե ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեք, 5 տարին կանցնի։ Հերթական անգամ հորդորում եմ ձեզ այս ապաքաղաքական անհամ լապշաները մի կախեք ժողովրդի ականջներին, այսօր արդեն հայտարարեցիք, որ դուք չգիտեք ինչ անել, ողջունելի է, որ գոնե խոստովանեցիք, որ որևէ ծրագիր չունեք, մնում է հայտարարեք, որ ուղղակի ուզում եք մանդատները վերցնել, մեզ հանգիստ թողեք, մենք ուզում ենք մանդատները վերցնել։ Դա էլ հայտարարեք, մենք արձանագրենք, որ դուք երրորդ փուլն էլ հաղթահարեցիք, ժողովրդին գցելու փուլը։ Ուղղակի այս անգամ նկատի ունեցեք, որ չի կարող կրկնվել 2021 թվականի իրադարձությունների զարգացումը, այս անգամ այդ ժողովրդին խաբող եւ գցող ուժերը արդեն անցնելու են պատմության գիրկը, քաղաքական առումով անցնելու են պատմության գիրկը։ Դուք ոչ միայն սպասարկում եք Նիկոլ Փաշինյանին եւ վերջինիս օրակարգը, այլ նաեւ ապականում եք քաղաքական դաշտը, խոչընդոտ դառնալով այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք կարող են շատ ավելի արդյունավետ լինել Հայաստանի Հանրապետության համար, որը ի դեպ դուք համարում եք Ադրբեջանի մարզ։ Այսօր դուք ձեր հարցազրույցում, չգիտեմ, այդ միտքը ինչու հնչեցրեցիք, դուք Հայաստանի Հանրապետությունը որակեցիք որպես Ադրբեջանի մարզ։ Հիմա անցնեմ նրան, թե ինչու Նիկոլ Փաշինյանին պետք չէր սահմանադրական մեծամասնություն, ինչու է իրականում նա հաղթել, ինչու է նրան պետք, որ դուք վերցնեք մանդատները, չնայած դուք հակառակն եք պնդում, տեղեկացնեմ, որ զուտ տեղյակ լինեք, հետո չասեք, որ դուք չգիտեիք եւ ձեր հարցումները ձեզ այլ բան էին ասում։ Սկզբում հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չհավաքի սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Ի տարբերություն սուտի ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է եւ հաշվարկներ է իրականացնում, որոնց արդյունքում նա բնականաբար հասկացել է, որ չի կարող 100% երաշխավորել, որ սահմանադրական մեծամասնություն ունենալու պարագայում եւ սահմանադրության փոփոխությունը անելուց հետո պատերազմ չի լինի։ Միևնույն ժամանակ, եթե նա հավաքում է սահմանադրական մեծամասնություն, ապա արտաքին ճնշումների ներքո չէր կարող սահմանադրության փոփոխություն չանել, քանի որ ուներ արդեն այդ ռեսուրսը ազգային ժողովում եւ բնականաբար նրանից պահանջելու են իրականացնել սահմանադրության փոփոխություն։ Սա ֆիքսենք հիմա Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովում պետք է անողնաշար, անմեղսունակ ընդդիմություն, ինչպիսին այդ ընդդիմությունն է։ Այնպիսի ընդդիմություն, որին որ պահին նրան պետք լինի, նա կարող է ճնշումների միջոցով մի քանի հոգի վերցնել այդ ընդդիմությունից։ Այսինքն որ վարքյանին Նիկոլ Փաշինյանը ունենում է երաշխիքներ, որ սահմանադրությունը փոխելով նա կանխելու է պատերազմը, նա շատ արագ մի քանի հոգի վերցնելու է ընդդիմությունից եւ իրականացնի սահմանադրության փոփոխություն։ Իսկ ճնշումներ մանավանդ այն ընդդիմության վրա, որը որ մենք հիմա ունենք ազգային ժողովում, շատ հեշտ է իրականացնել։ Տեսեք, ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանը ապահովագրել է թե իրեն, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ինչպես, եթե պատերազմ լինի սեպտեմբերին, Նիկոլ Փաշինյանը ամբողջ պատասխանատվությունը գցելու է ընդդիմության վրա, նաև ժողովրդի։ Նա ասելու է, որ ես ձեզ զգուշացրել եմ, որ եթե մենք չունենանք սահմանադրական մեծամասնություն, ապա աղետաբեր պատերազմ է լինելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա
ինչ որ երաշխիքներ ստանալ, որ պատերազմը չի լինելու, նա շատ արագ այդ մի քանի հոգուն վերցնելու է ընդդիմությունից եւ իրականացնի այդ սահմանադրության փոփոխությունը։ Դուք մանդատ վերցնելով ոչ միայն լեգիտիմացնելու եք այն ազգային ժողովը, որը հենց ինքներդ համարում եք կեղծված ընտրությունների արդյունք, այլ նաեւ դառնալու եք այն գործիքը, որը Նիկոլ Փաշինյանին որ վարքյանին պետք եղավ օգտագործելու է։ Նշեմ նաեւ, որ ձեզ չեն օգնի նաեւ նոր ընտրությունները, քանի որ հետընտրական փուլում դուք այնպիսի սխալներ թույլ տվեցիք, այնքան հիասթափեցրեցիք մարդկանց, ակնհայտ դարձավ, որ դուք իշխանափոխություն անելու նպատակ չեք ունեցել եւ ոչ էլ ծրագիր եք ունեցել։ Ինչի արդյունքում, եթե Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ունի այդ երաշխիքները եւ կարող է սահմանադրական մեծամասնություն ունենալով ապահովագրված լինել, այսպես ասած, ապա նա միանշանակ գնալու է նոր ընտրությունների, որոնց արդյունքներով իդեպ դուք շատ մեծ հավանականությամբ հավաքելու եք շատ ավելի քիչ ձայներ, քան հավաքել էիք, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ արդեն կունենա սահմանադրական մեծամասնություն ազգային ժողովում։ Այսօր այսքանը եւ վերջում հորդորում եմ ձեզ դադարեք խաբել ժողովրդին, մի գերագնահատեք ձեզ եւ մի թերագնահատեք դիմացիներին։ Լավ եղեք, ցտեսություն։